Հանդիսի մեդիայի ուղիղ եթերում օրվա լրատվության գլխավոր թողարկումն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո։ Օրվա գլխավոր թեմաները նախ համառոտ։ Սուրբ Ծննդյան պատարագ Մայրաթորում, հակակրոնական պատարագ Սուրբ Սարգիս եկեղեցում, վեհափառը օրհնել է հայ ժողովրդին, իշխանական վերնախավը քայլել դեպի Սուրբ Աննա։ Հեյթի ժամանակավոր կառավարիչը կոչ է անում սենսացիա չդարձնել հոսանքի անջատումները, աջակցություն է ակնկալում։ Ալիևը փորձում է համոզել Միացյալ Նահանգներին վերանայել Ադրբեջանի դեմ սահմանված պատժամիջոցները, ինչպես է Միացյալ Նահանգների օրենսդիրների դիրքորոշումը ձևավորում տարածաշրջանային բալանսը եւ ինչպիսի քաղաքական ու անվտանգային հետևանքներ կարող են լինել։ Էկոնոմիստ պարբերականը 2026 թվականին մեր տարածաշրջանը ներառել է հնարավոր ծրացումների օջախների թվում, ինչ գործոններ են կանգնած այդ գնահատականի հիմքում եւ որքանով է իրական նոր բախումների վտանգը։ Իրանի փողոցներում բողոքներ են, Վաշինգտոնում սպառնալիքներ, ինչպես են ներքին ճգնաժամն ու արտաքին ճնշումները հատվում Իրանի շուրջ։ Եվ ավտոբուսի վարորդից մինչև երկրի ղեկավար, ով է Վենեսուելայի գերեվարված ղեկավար Նիկոլաս Մադուրոն, որին մեղադրում են փլուզված տնտեսության, դատարկ խանութների ու միլիոնավոր փախստականների համար։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Սուրբ Ծննդյան պատարագից հետո Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը աղոթել է ապօրինաբար ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի, գերի եւ անհայտ կորած մեր հայրենակիցների համար։ Վեհափառ հայրապետը հայտարարել է, որ մեր Սուրբ եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների։ Նա հիշեցրել է, որ մեր եկեղեցին պատմության ընթացքում բազմիցս է ենթարկվել հալածանքների, անցել սոսկալի տառապանքների միջով, բայց երբեք հուսահատության գերի չի դարձել ու չի սասանվել։ Այսօր մեր կյանքում տկարանում են միմյանց հանդեպ հավատն ու վստահությունը, որպես քաջություն է ընկալվում անհարգալից ու անզուսպ պահվածքը, խոսքի ազատությունը հակադարձվում է այլակարծության անհանդուրժողությամբ, բանավեճը վերածվում վիրավորանքների ու վարկաբեկումների, իսկ հանրային օգուտը հայրենանպաստ եւ ազգանվեր ծառայությունը ստորադասվում անձնական եւ խմբակային նեղ շահերի։ Մեր Սուրբ եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների։ Այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությանը եւ խորը վերք հասցված համայնքներին ու հավատացյալներին։ Հակառակ անօրինական ու կանոնախախտ գործողությունների մեր Սուրբ եկեղեցին իր բարեպաշտ ժողովրդով ամուր է ու անսասան, հավատարիմ իր տերունաշնոր կոչմանն ու առաքելությանը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Մայրտաճարում Սուրբ Ծննդյան պատարագի ավարտին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի ձեռամբ օրվա խորհրդով ջրօրհներքի արարողություն է կատարվել։ Վեհափառ հայրապետը ջուրն օրհնել է աղոթքով եւ սրբալույս մյուրոնով։ Ջրօրհներքը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը։ Ըստ ավանդույթի արարողությունից հետո հավատացյալներն օրհնված ջուրը իրենց հետ տուն են տանում որպես հիվանդներին բժշկելու միջոց։ Նիկոլ Փաշինյանն էլ իր թիմակիցների եւ աջակիցների հետ երթի է մասնակցել Երևանում, որը անվանում է Ուխտերտ։ Այն մեկնարկել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց, որտեղ մինչ այդ քաղաքականների տան Սուրբ Ծննդյան պատարագի էր մասնակցում աջակիցների հետ։ Բայց պատարագը հակականոնական էր, քանի որ վեհափառ հայրապետի անունը չի հիշատակվել։ Երթի սկզբում Աննա Հակոբյանի ավտոմեքենան էր, հետո Փաշինյանը, վերջում քայլում էին քաղաքացիները։ Մինչ Փաշինյանը աջակիցների ու գործընկերների հետ կհասներ Սուրբ Աննա, եկեղեցու մոտ ոստիկանական բազմաթիվ ուժեր էին կենտրոնացած։ Նյուզեյեմի մեր գործընկերների տեսախցիկը ֆիքսել է նաև, թե ինչպես են Ուխտերթին բերված քաղաքացիներին վերջում ավտոբուսով տանում։
Երթին մասնակցում էր նաև ՀԵԹ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ Լրագրողների հետ զրույցում նա խոսել է նաև հաճախակի դարձած հոսանքազրկումների մասին, ասել, թե հոսանքի անջատումը սենսացիա պետք չէ սարքել։ Նա հորդորել է ՀԵԹ-ին աջակցել, չթիրախավորել, քանի որ ՀԵԹ-ը մեր պետության եւ ազգային հարստությունն է։ Ժորժան, հոսանքազրկումները պետք չի սենսացիա սարքել։ Բոլոր ժամանակներում հոսանքազրկումներ եղել են։ Ինչի հիշեցիք, որ այսօր ներողություն բանավեճին մի վերացեք։ Ձեր հարցին պատասխանում եմ։ Էլեկտրաէներգիայի բաշխման գործընթացը օրգանիկ process է 24 ժամյա ռեժիմում։ Եվ տեխնիկական իմաստով սենսացիա չկա, որ որևէ տեղ վթար է տեղի ունենում։ Կարևորը մենք երաշխավորում ենք եւ դուք վստահ եղեք, որ որևէ տեղ, եթե հոսանքազրկում է տեղի ունենում, ապա րոպեների ընթացքում կարգավարական ծառայությունը տեղյակ է լինում, տեղեկացնում է տեխնիկական, ինժեներական բոլոր ստորաբաժանումներին, մասնագիտական հերթապահ խմբերին, այդ թվում նաեւ 24 ժամյա ռեժիմում ինձ են տեղյակ պահում, որից հետո անմիջապես գործի են անցնում վթարավերականգնողական աշխատանքների համար պատասխանատու ստորաբաժանումները։ Եթե կլինի որևէ տեղ վթար, ես ձեզ երաշխավորում եմ, ժամերի ընթացքում կվերականգնվի։ Եթե ժամերի ընթացքում չի վերականգնվում, ուրեմն որևէ կերպ հնարավոր չի եղել վերականգնել, ակնկալում եմ մեր բնակչության բաժանորդների ըմբռնումը։ Բաքվում պատանդարված Արցախի նախկին պետնախարար գործարար Ռուբեն Վարդանյանը տարեվերջին հեռախոսով զրուցել է ընտանիքի հետ, շնորհավորել հայ ժողովրդի ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Նա շնորհակալություն է հայտնել մարդկանց աջակցության, բարի մաղթանքների, ուղարկված բազմաթիվ նամակների համար, նշել, որ զգում է այդ ջերմությունն ու շատ գնահատում այդ ամենը։ Ինձ մոտ ամեն ինչ լավ է։ Մի կաթիլ անգամ չեմ կասկածում, որ այն ինչ տեղի է ունենում կանցնի եւ ամեն ինչ լավ կլինի։ Եվ աշխարհում միևնույն է իշխեն բարությունն ու լույսը։ 2026 թվականը Բաքուն սկսել է նոր քաղաքական պահանջով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին ակնկալում է, որ Միացյալ Նահանգները կվերացնի Ղարաբաղյան առաջին պատերազմի օրերին Ադրբեջանի դեմ սահմանված պատժամիջոցները, հայտարարելով, թե այսօր Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության մեջ են ապրում, իսկ տարածաշրջանում այլևս շրջափակում չկա։ Այս տարվա առաջին ասուլիսում Ալիևը հույս է հայտնել, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը կօգտագործի իր ազդեցությունը ԱՄՆ կոնգրեսում ամբողջությամբ չեղյալ համարելու ազատության աջակցության ակտի 907-րդ լրացումը, մի դրույթ, որն ընդունվել էր Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիվ քաղաքականության պատճառով։ Ինչպես է Միացյալ Նահանգների օրենսդիրների դիրքորոշումը ձևավորում տարածաշրջանային բալանսը եւ ինչպիսի քաղաքական ու անվտանգային հետևանքներ կարող են լինել, պարզել է Անահիտ Սարգսյանը։ Իլհամ Ալիևի ախորժակը մեծանում է, իսկ տարածաշրջանային լարվածությունը շարունակում է աճել։ Ադրբեջանի նախագահը ոչ միայն հայտարարում է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների նոր մակարդակի մասին, այլև անթաքույց արտահայտում ցանկությունը չեղարկել կոնգրեսի ազատության աջակցության 907-րդ բանաձևը, որը այժմ համարում է անիմաստ ու աբսուրդային։ Ժամանակակից աշխարհում այլևս գոյություն չունի միջազգային իրավունք կոչվածը, այլ կա ուժ, համագործակցություն, դաշինք եւ փոխադարձ աջակցություն։ Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան ԱՄՆ եռանկյունուն, Ալիևը կրկին նշեց, որ Զանգեզուրի միջանցքը կյանքի է կոչվում, ապա շեշտեց 907-րդ բանաձևը չեղյալ համարելու անհրաժեշտությունը։ Մենք տարիներ շարունակ փորձել ենք չեղյալ համարել 907-րդ լրացումը, սակայն դա շատ բարդ գործընթաց էր։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո Ամերիկայի նախագահները սկսեցին չեղարկել այդ լրացումը եւ դա շարունակվեց մինչեւ 2024 թվականը Աֆղանստանում ամերիկյան առաքելության ավարտից հետո, սակայն Բայդենն այն թողեց ուժի մեջ։ 907-րդ բանաձևի չեղարկումը Ալիևը հիմնավորում է շրջափակման վերացմամբ։ Չէ՞ որ Ադրբեջանի տարածքով Հայաստան են տեղափոխվում բեռներ, ճանապարհները բաց են, նույնիսկ ադրբեջանական նավթամթերք է արտահանվում Հայաստան։ Ալիևը վերեք բացահայտ ասաց, որ Դոնալդ Թրամփը իրականացրել է Ադրբեջանի ծրագիրը, ինչն իրեն ուժեղ ազգում ինչ ասում։ Այդ օրը եթե պետք է լինի Դոնալդ Թրամփին, որ դա չեղարկի, որ Ադրբեջանից բամբոկի, առաջտուրը անել է։ Ամերիկան ինչի՞ չէ այս անգամ չեղարկել։ Որտեղ իր համար պահվում է trade-off ասած գաղափարի համար հերթական մի գործիք է, որը պետք է լինի վաճառի։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը շեշտում է, որ Ալիևը միշտ էլ խոսել է 907-րդ բանաձևի մասին,
Սակայն այս անգամ վիճակը ավելի խորքային է եւ կապ ունի ԱՄՆ-Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների բարդ ինտրիգների հետ։ Ստացվում է, որ այս երկու պետությունները երկակի քաղաքականություն են վարում։ Իրենք Ադրբեջանին ուշեղացնում են Իրանի դեմ, բայց աշխատում են թույլ չտալ, որ Թուրքիա-Ադրբեջան կապերը խորանան։ Եվ գուցե դրա համար այդ 907 բանաձևը իրենք կասեցրել են, սակայն բանաձևը չեն չեղարկել։ Ինչու դեռ չեղյալ չեն համարել բանաձևը քաղաքագետի կարծիքով պարզ է։ Այն պահվում է հետագայում քաղաքական հանգամանքներից օգտվելու համար։ Այն զենքերը, այն զինատեսակները, որ ունի Ադրբեջանը եւ ունի դաշնակցային հարաբերություններ նաև ռազմական ոլորտում Թուրքիայի հետ, Հայաստանը իրենց համար որևէ խնդիր չի ներկայացնում, եթե հնարավորություն լինի, միջազգային թույլտվություն լինի, մենք Հայաստանի հարցերը իրենց ունեցած զենքերով էլ կլուծեն։ Մինչդեռ Հայաստանը չունի անհրաժեշտ գործիքակազմ արժանապատիվ խաղաղության համար, կարծում է Թևան Պողոսյանը։ Եթե դու ուզում ես հարաբերությունների մեջ ունենաս արդար արժանապատիվ խաղաղություն, ապա պետք է հասկանաս, որ պետք է ունենաս գործիքակազմերը նա պարտադրելու։ Եվ երբ որ դա չես կարողանում անես, էլ մի զարմացեք Ալիևի բախը ինչ ասել։ Կուզի աչք ասի, կուզի ձախ ասի։ Ալիևի վերջին հարցազրույցը ցույց է տալիս նրա համարձակ նկրտումները համաշխարհային զարգացումների համատեքստում։ Ադրբեջանը շարունակում է ամրապնդել իր ռազմական ներուժը, ասում են փորձագետները, իսկ Հայաստանը դեռ շարունակում է մնալ թշնամի պետություն եւ ոչ թե գործընկեր։ Անահիտ Սարգսյան, Նորնա Գևորգյան, ABC Media։ Մինչ Բաքուն խաղաղության գործընթացի մասին հայտարարություններ է անում, միջազգային հեղինակավոր հարթակներում Հարավային Կովկասը հայտնվում է հնարավոր նոր սրացումների քարտեզում։ The Economist պարբերականը 2026 թվականի համար աշխարհում առանձնացրել է 21 կոնֆլիկտային օջախ, եւ դրանց թվում ներառել է նաեւ հայ-ադրբեջանական ուղղությունը որպես пассив, բայց լարված գոտի։ Որ չլուծված հարցերն են պահում հարաբերությունները լարված, ինչու է միջազգային մամուլը խոսում սրման ռիսկի մասին եւ որ գործոններն են կարող դառնալ նոր բախումների պատճառ, ռեպորտաժում։ Հայ-ադրբեջանական հարաբերությունները 2026-ին կսրվեն։ Էկոնոմիստ պարբերականը 2026 թվականի համար աշխարհում առանձնացրել է 21 կոնֆլիկտային օջախ։ Պասիվ, բայց լարված օջախների շարքում հայտնվել է նաև մեր տարածաշրջանը։ Չնայած խաղաղ գործընթացի մասին պաշտոնական հայտարարություններին, հայ-ադրբեջանական հարաբերություններում շարունակում են չլուծված հարցեր մնալ։ Ինչքան էլ կողմերը շարժվել են դեպի ինչ-որ խաղաղություն, դեռ դա մենք չենք հասել, չի ստորագրվել խաղաղության պայմանագիր, ահագին հարցեր կան, որ վերջնական լուծում չեն ստացել, նույն օրինակի համար TRIP-ի հետ կապված, ճանապարհի հետ կապված, որ պետք է անցնի, Հայ-ադրբեջանական հարաբերություններում կա լարվածություն եւ պարբերականը արձանագրել է այդ լարվածությունը, ասում է քաղաքագետ Արմեն Մանվելյանը։ Էկոնոմիստը որպես չեզոք դիտորդ հաշվի է առել ուժերի անհավասարակշռությունը։ Հայաստանը սառեցնում է հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, կրճատում պարտադիր զինծառայության ժամկետը, այդ ընթացքում Ադրբեջանը շարունակում է ընդլայնել իր ռազմական ներուժը տարբեր ուղղություններով։ Ադրբեջան շարունակաբար զինվում է, ամենից շփոթ որ դեպի Ադրբեջան զենքի հերթական պարտեն չգնա կամ Թուրքիայից կամ Իսրայելից կամ եվրոպական որոշ երկրից։ Պլյուս դրան էկոնոմիստները հաշվի առնում են բանասը, որ Ադրբեջանի տարածքում անընդհատ զորավարժություններ են տեղի ունենում։ Մի զորավարժությունը փոխարինում է մյուսին։ Մինչ հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունը միջազգային հեղինակավոր հարթակներում ներառվելիս հաշվի են առնվում երկու երկրների ռազմական ներուժն ու ձեռքբերումները, ադրբեջանագետը հնարավոր սրացումները կապում է ներքաղաքական զարգացումների եւ Ադրբեջանի շահերի հետ։ Դա լինելու է Նիկոլ Փաշինյանի, Իսատար Նիկոլ Փաշինյանի, որ եթե դուք Նիկոլին չընտրեք, ապա լինելու է պատերազմ, զոհեր եւ այլ եւ այլ։ Այսինքն Ալիևը դրանով պատժ կանելու Նիկոլին հունիսի ընտրություններին։ Ադիբեկյանի կարծիքով ներքաղաքական գործոններից բացի այս համատեքստում կարևոր դեր է խաղում նաև Թուրքիայի առկայությունը։ Անդրկասպյան գազատարի կառուցումով Ադրբեջանի հետ ռազմական անվտանգության պայմանագրի երկարաձգումով Թուրքիան բացահայտ ընդգծում է իր աջակցությունը Ադրբեջանին։
Թուրքիան փորձում է ցույց տալ, որ ցանկացած ճակատավոր Ադրբեջանի դեմ ուղղված քայլերը բերելու են Թուրքիայի միջամտությանը։ Քաղաքագետ Արմեն Մանվելյանն էլ մատնանշում է տարածաշրջանում ուժերի կուտակումը, հատկապես Ադրբեջանի ռազմական ակտիվությունը։ Զինտեխնիկայի մատակարարումներ, մշտական զորավարժություններ եւ կոշտ հռետորաբանություն։ Այս ամենը ըստ փորձագետի չեն վրիպել պարբերականի վերլուծաբանների աչքից։ Էկոնոմիստները կանխատեսում այլ նշել են օջախները, որտեղ կան լարվածություն, իսկ որ հայ-ադրբեջանական հարաբերություններում կան լարվածություն, սա փաստ է։ Ընդհանրապես էկոնոմիստը այդ փաստը շատ պարզ կերպով մատնանշել, անկախ այսօրվա Հայաստանում գործող քաղաքական ռեժիմի կեղծ ու սուտ հայտարարություններից, իբրև մենք խաղաղության Էկոնոմիստի եզրակացությունը ըստ մասնագետների ոչ թե սենսացիա է, այլ սառը արձանագրում այն իրականության, որ տարածաշրջանային լարվածությունը շարունակում է պահպանվել, հետևաբար ցանկացած նմանատիպ ռազմական լարվածություն վաղ թե ուշ կարող է վերածվել բախման։ Միջազգային պարբերականի կանխատեսմանը զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածության նոր ալիք է ձևավորվում, այս անգամ Իրանի շուրջ։ Սոցիալ-տնտեսական դժգոհությունները փողոց են հանել հազարավոր մարդկանց իրանական ընդդիմադիր տելեգրամ ալիքներից մեկի հաղորդմամբ, ցուցարարներն արդեն մոտենում են խորհրդարանի շենքին։ Իսկ աշխարհաքաղաքական կենտրոններում, Վաշինգտոնում եւ Թել Ավիվում Իրանի վերաբերյալ հնչում են կոշտ ազդակներ։ Երբ ներքին բողոքը համընկնում է արտաքին ճնշման հետ, իրավիճակը դառնում է ոչ միայն Իրանի, այլև ամբողջ տարածաշրջանի խնդիր։ Որքանով են փոխկապակցված ներքին բողոքներն ու արտաքին ճնշումները եւ ինչ ռիսկեր է դա ստեղծում տարածաշրջանի, այդ թվում Հայաստանի համար, Սեդակ Յուրեղյանն է ներկայացնում։ Իրանը կրկին հզոր դարձնենք կարգախոսը 10 տարվա դադարից հետո վերադարձել է ամերիկյան քաղաքական օրակարգ։ Սենատոր Լինսի Գրեհեմն է Դոնալդ Թրամփի հետ լուսանկար հրապարակել գլխարկին այս գրությամբ։ Կարգախոսի ակտիվացումը համընկնում է Իրանում սոցիալ-տնտեսական լարվածության սրման հետ։ Դժգոհությունները վերածվել են բողոքի ցույցերի։ Ցույցերն ընդգրկել են 78 քաղաք եւ մոտ 200 բնակավայր։ Բողոքի ալիքը սկսվել է ազգային արժույթի արժեզրկման եւ գնաճի հետևանքով, ապա որոշ շրջանակներում ստացել նաեւ քաղաքական երանգ եւ ուղեկցվում է անկարգություններով։ Իշխանությունը առևտրականների շրջանում սկիզբ առած խաղաղ ցույցերի նկատմամբ կառուցողական է տրամադրված։ Բողոքի ակցիաներն օրինական են, բայց դրանք տարբերվում են անկարգություններից։ Մենք խոսում ենք ցուցարարների հետ, պաշտոնյաները պետք է խոսեն ցուցարարների հետ, բայց անկարգության մասնակիցների հետ խոսելն իմաստ չունի։ Անկարգությունների մասնակիցները պետք է պատժվեն։ Փողոց են դուրս եկել միջին խավի ներկայացուցիչները, առևտրականներ, ձեռնարկատերեր, վաճառականներ, իսկ շուկան Իրանում կարևորագույն քաղաքական եւ տնտեսական դեր ունի։ Իրանի կառավարությունը կամ իշխանությունը պատրաստ է երկխոսել, բայց դատելով հոգևոր առաջնորդի սահմանումից անկարգություններ հրահրողների խռովարարներին արձագանքը լինելու է կոշտ եւ մենք տեսնում ենք այդպիսի արձագանք։ Սոցիալական պահանջներին զուգահեռ ցույցերում հնչում են նաև քաղաքական կոչեր։ Ցուցարարների մի մասի կարգախոսներում շրջանառվում է արտաքսման մեջ գտնվող Ռեզա Փահլավիի անունը։ Նույնիսկ պահանջում են երկրի ղեկավարության հրաժարականը, Գերագույն առաջնորդին են արդեն հայտարարում եւ նաեւ ուշագրավ է, որ այս անգամ շատ էին կոչերը Իրանի արտաքսման մեջ գտնվող այսպես թագաժառանգի հետ վերադարձի պահանջով։ Ներքին զարգացումներից բացի իրանագետները զգուշացնում են նաև արտաքին գործոնի վտանգի մասին։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում հնչող հայտարարությունները եւ Վենեսուելայի շուրջ վերջին զարգացումները համեմատություններ են առաջացնում։ Դոնալդ Թրամփն իր ճեպազրույցներից մեկում հայտարարել է, որ Վենեսուելայից հետո հնարավոր հաջորդ ռազմական թիրախների շարքում տեսնում է նաև Իրանին, որ դեպքում կմիջամտեն Միացյալ Նահանգները, իրանագետն է պարզաբանում։ Իրանի իշխանությունները չպետք է ասեմ այսպես կրակեն ցուցարարների վրա եւ այս դեպքում Միացյալ Նահանգները կմիջամտի կգա օգնության, մենք չենք ունեցել որքանով հիշողությունը ինչ չի դավաճանում, որևէ դեպք Իրանում յետների ունենան բողոքի գործողություններ եւ Միացյալ Նահանգների նախագահի արձագանք, հետեւաբար սա էլ աննախադեպ երևույթ է։ Իսրայելի արձագանքը եւս աննկատ չի մնացել։ Բենյամին Նեթանյահուն Թրամփի հետ Ֆլորիդայում ունեցած հանդիպումից հետո կառավարության նիստում բավականին կոշտ պահանջներ է ներկայացրել Իրանին։ Նա նշեց, որ Իրանի հարստացված ուրանը պետք է հանվի երկրի տարածքից, իսկ միջուկային օբյեկտները գտնվեն
ՀԳՏ-ի խիստ խստագույն վերահսկողության ներքո։ Եվ չի բացառում, որ այս ամենի խորապատկերին, այս ամենի ֆոնին նաև արտաքին միջամտություն լինի, թեպիչով ռազմական գործողություններ Իրանի դեմ։ Մասնագետների գնահատմամբ առանց արտաքին միջամտության բողոքի ալիքը ավելի հավանական է, որ մարի։ Այդուհանդերձ Իրանում տեղի ունեցող գործընթացները միայն ներքին հարց չեն։ Տարածաշրջանային լարվածության խորացման դեպքում դրանք կարող են դուրս գալ երկրի սահմաններից, անմիջական ազդեցություն ունենալով նաև Հայաստանի անվտանգային միջավայրի վրա։ Սեդա Գյուրեղյան, Նորայր Հակոբյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Չի թուլանում նաև ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Արևմտյան առաջնորդներն այս պահին Փարիզում քննարկում են Ուկրաինայի ապագան։ Նրանք հանդիպում են նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, համաձայնեցնելու անվտանգության այն երաշխիքները, որ կարող են տալ Կիևին Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղության գործարքի դեպքում։ Ի թիվս տասնյակ ղեկավարների Ֆրանսիա են մեկնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը եւ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։ Վաշինգտոնը գործուղել է նախագահ Թրամփի գլխավոր բանագնաց Թիվ Ուիտքոֆին ու Փեսա Ջարեդ Քուշներին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հույս ունի բանակցություններից հետո ներկայացնել հստակ տեսլական հրադադարի դեպքում Ուկրաինայում խաղաղապահ ուժերի կազմի ու առաքելության վերաբերյալ։ Տեղափոխվենք Նյու Յորք, որի Դաշնային դատարանում Վենեսուելայի առաջնորդն ու նրա տիկինը չեն ընդունել ԱՄՆ-ի ներկայացված թմրանյութերի միջոցով ահաբեկության, դավադրության եւ մյուս մեղադրանքները։ ԱՄՆ իրավապահների հատուկ գործողության ժամանակ անցած շաբաթավերջին Կարակասում ձերբակալված եւ Միացյալ Նահանգներ տեղափոխված Նիկոլաս Մադուրոն պնդել է, որ անմեղ է եւ դեռ ինքն է Վենեսուելայի նախագահը։ 63-ամյա առաջնորդը հանգիստ է եղել մոտ 40 րոպե տևած ամբողջ նիստի ընթացքում, նույնիսկ երբ դահլիճում ներկաներից մեկը բղավել է, թե նա կվճարի իր հանցագործությունների համար։ Ես նախագահն եմ եւ ռազմագերի, իսպաներեն պատասխանել է Մադուրոն։ Դատական հաջորդ նիստը նշանակվել է մարտի 17-ին։ Իսկ ով է գերեվարված ու աշխարհի ուշադրության կենտրոնում հայտնված Վենեսուելայի նախագահը, Սեդա Գյուրեղյանն է պատմում։ Սովորական ավտոբուսի վարորդ, սիրողական երաժիշտ ռոք խմբում եւ մեկ քայլ դեպի մեծ քաղաքականությունը։ Նիկոլաս Մադուրոն այսպես դարձավ Վենեսուելայի նախագահ Չավեսի մտերիմն ու նրանից ժառանգեց նախագահի պաշտոնը։ Մի օր էլ ԱՄՆ դեսանտային ուժերը մտան սենյակ եւ անկողնու մեջ ձերբակալեցին նրան։ Սա Վենեսուելայի գերեվարված նախագահ Նիկոլաս Մադուրոյի կյանքի պատմությունն է։ Քաղաքականություն նա մտել է 1990-ականների սկզբին։ Մադուրոն աջակցում էր Ուգո Չավեսի ձախողած ռազմական հեղաշրջման փորձին եւ պահանջում Չավեսի ազատ արձակումը։ Այդպես էլ նա մտնում է ապագա նախագահի մտերիմ շրջապատ, իսկ 1999-ին Չավեսի իշխանության գալուց հետո դառնում նախ խորհրդարանի անդամ, ապա խորհրդարանի նախագահ, այնուհետև արտաքին գործերի նախարար։ 2013-ի ընտրություններին ընդառաջ Չավեսը իր բացահայտ աջակցությունն է հայտնում Մադուրոյին։ Մարտի 5-ին նա մահացավ քաղցկեղից իր թեկնածուին թողնելով նավթային ամենամեծ պաշարներն ունեցող Վենեսուելան, որի տնտեսական համակարգը կախված էր նույն նավթի բարձր գներից։ Վենեսուելայի նորընտիր նախագահը նավթային ընկերության բարձր պաշտոններում նշանակում էր իր մտերիմներին, ինչը ավելի էր խորացնում կառավարման խնդիրներն ու նպաստում տնտեսության փլուզմանը։ Հետագայում վենեսուելական նավթի վրա Ամերիկայի Միացյալ Նահանգները սահմանեց պատժամիջոցներ, արգելելով դրա մատակարարումը ԱՄՆ։ Հիպերինֆլյացիա, սննդի ու դեղերի խիստ պակաս, աղքատության թվի աճ, պատմության մեծագույն արտագաղթներից մեկը։ Վենեսուելայի վերջին տասնամյակը նման ձևով կարելի է բնորոշել։ 2018-ից մինչև 21 թվականը Վենեսուելայի ազգային արժույթ բոլիվարից հանվեց 11-0, արժույթը փաստացի վերածելով թափոնի։ 2018 թվականին Վենեսուելայում գնաճը հասավ 2 միլիոն տոկոսի։ Մադուրոյի դիետա անունը ստացած սննդային եւ դեղորայքային ճգնաժամը 2018-ից 19 թվականներին գագաթնակետին հասցրեց տարի մեծագույն արտագաղթերից մեկը։ 7 միլիոն բնակիչ կամ Վենեսուելայի բնակչության 20-ից 25%-ը արտագաղթեց երկրից։ Տնտեսական ճգնաժամը Վենեսուելայում շարունակվում է մինչ օրս։ Չնայած բազմաթիվ պատժամիջոցներին ու ճնշումներին 2025 թվականի դեկտեմբերին Մադուրոն մերժեց Թրամփի վերջնագիրը
լքել պաշտոնն ու արտաքսվել Թուրքիա։ Այսպիսով Վենեսուելան լինելով մի երկիր, որն ունի հսկայական բնական ռեսուրսներ, այսօր կանգնած է անորոշության եւ վերականգնման անհրաժեշտության առջեւ։ Մինչ նրա ղեկավարը նախկին ավտոբուսի վարորդն ու ռոք երաժիշտը այսօր կանգնած է դատարանի առաջ եւ դարձել է պատմության արտասովոր ու հակասական կերպարներից մեկը։ Մինչ Մադուրոն չի ընդունում մեղադրանքը, նրա դաշնակից Վենեսուելայի փոխնախագահը երեկ պաշտոնապես երդվել է որպես ժամանակավոր նախագահ։ Մասնավոր հատվածի հետ իր սերտ կապերով եւ իշխող կուսակցության նվիրվածությամբ հայտնի 56-ամյա Դելսի Ռոդրիգեսի երթումն ընդունվել է ազգային ժողովի նախագահը, որը նրա եղբայրն է։ Ռոդրիգեսը խոստացել է ապահովել միասնություն, սոցիալական բարեկեցություն, քաղաքական կայունություն, անվտանգություն եւ երկիրը դուրս բերել ճգնաժամից։ Ռոդրիգեսը, որը Մադուրոյի ձերբակալումից հետո վճռականորեն աջակցել էր նրան, երեկ էլ Միացյալ Նահանգների հետ է գործակցելու պատրաստակամություն հայտնել։ Ասել է, թե ցավում է Մադուրոյի եւ նրա տիկնոջ առևանգման համար։ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր 20-ամյա որդուն Ախմադ Կադիրովին նշանակել է Չեչնիայի փոխվարչապետի պաշտոնակատար։ Մեկ այլ հրամանագրով Չեչնիայի նախագահի տեղակալի պաշտոնակատար է նշանակվել տարածաշրջանի ազգային քաղաքականության, արտաքին կապերի, մամուլի եւ տեղեկատվության նախարար Ահմեդ Դուդայևը։ Նոր նշանակումների մասին Կադիրովը հայտնել է Տելեգրամում, պնդել, թե նոր ղեկավարներն ունեն մեծ կառավարչական փորձ եւ բացառիկ մասնագիտական որակներ ու բարձր պատասխանատվություն։ Ավտորիտար կառավարմամբ հայտնի առաջնորդը սակայն չի հստակեցրել, արդյոք կադրային փոխատեղումները կապ ունեն իր առողջական վիճակի վատթարացման հետ։ Նոր տարվա նախօրեին լրատվամիջոցները հաղորդել էին, որ Կադիրովը հոսպիտալացվել է եւ տեղափոխվել Մոսկվա։ Մինչ այժմ այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։ Եվ վերջում ցուրտ օրերը կարծես հրաժեշտ են տալիս մեզ։ Տեղումներ չեն լինի։ Օդի ջերմաստիճանը հունվարի 6-ից 10-ի գիշերը կբարձրանա 16-ից 20, հունվարի 6-ից 9-ի ցերեկը 3-ից 5 աստիճանով։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բայց չթողնելու համար ամենակարևոր ու թարմ լուրերը։ Կհանդիպենք վաղը նույն ժամին։